Պարոն Գիլոյան, արդեն 4-րդ անգամ Երևանում անցկացվում է Երևան Open միջազգային ցաշարը, ինչ հնարավորություններ է բացում Հայաստանի առջև։ Այսօր արդեն նշվեց, որ Հայաստանը այն 4 երկրներից մեկն է աշխարհում, որ երբևէ կարողացել է 3 կամ ավելի անգամ դառնալ Օլիմպիադայի չեմպիոն շախմատային։ Սովետական միություն, հետո իրավահաջորդ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Հունգարիա եւ Հայաստան։ Լինելով այդպիսի շախմատային երկիր, իհարկե ես արծաթե մեդալը եւ 3 բրոնզները չթվարկեցի, թիմային աշխարհը չթվարկեցի, Եվրոպան մեր տիտղոսները շատ ավելի շատ են։ Լինելով այդպիսի ավանդույթների երկիր, մենք պիտի նաեւ այսպիսի մրցաշարեր կազմակերպենք, որ մեր պատանիները, երիտասարդները, անգամ գրոսմայստերները շատ խաղալու հնարավորություն ունենան։ Մեկ բան է գնալ դրսում խաղալ, դա նաև ֆինանսականից բացի նաև հոգեբանական խնդիր կա, մեկ բան է տանը խաղալ սեփական պատերի ներքո։ Այսպիսի մրցաշարերում կուժեղանան մեր երիտասարդները, ովքեր շատ մոտ ապագայում համալրելու են Հայաստանի ազգային հավաքականը եւ մեր շախմատիստները դեռ շատ են ուրախացնելու մեզ իրենց փառահեղ հաղթանակներով։ Պարոն Գիլոյան, այս մրցաշարի ընթացքում տարբեր երկիրներ են ներկայացնում, տարբեր շախմատիստներ։ 15 երկիր։ 15 երկրի ներկայացուցիչների հետ այդ շախմատային պարտիայի խաղը ինչպիսին է ձեզ ընթանալու, հակառակորդն ուժեղ է, մերոնք ինչ շանսեր ունեն։ Նախ ասեմ, որ սպորտում ընդհանրապես հակառակորդներ չկան, սպորտում մրցակիցներ են ընդամենը։ Սպորտը ինչքան էլ դաժան, բայց մարդկային զոհեր չի ենթադրում։ 22 գրոսմայստեր, բազմաթիվ միջազգային վարպետներ, գրոսմայստերի բալ կա, միջազգային վարպետի բալ կա, ֆիդեի վարպետի բալ կա այստեղ եւ շատ լավ կլինի, որ մեր պատանիները, մեր երիտասարդները կարողանան այդ բալերը լրացնել։ Անկասկած դժվար է լինելու, որովհետեւ մեկը չկարծի թե այստեղ այսպես խաղ ու պարով ինչ-որ մեկը հաղթող կդառնա մրցաշարի, ոչ ու ես նաև վստահ եմ, որ շատ գեղեցիկ պարտիաներ են լինելու, այնպես որ շախմատի սիրահարներին խորհուրդ կտամ անպայման հետևել Երևան Open-ին ու երկրպագել մեր շախմատիստների հաղթանակների համար։ Պարոն Գիլոյան, նախորդ մրցաշարի ժամանակ այստեղ մասնակցում են Հնդկաստանից Պրագնան անդամ, Արտուր Կուկեշ եւ նրանք տեսանք թե ինչ արդյունքներ գրանցեցին համաշխարհային օլիմպիադային արդյոք։ Հիմա էլ կազմը այնքան էլ թույլ չէ, Ֆրանսիայից Լագրավն է խաղում, Լագարդն է խաղում, նա երկրորդն է վարկանիշով Ֆրանսիայի հավաքականում, Պաշե Լագրավից հետո, դա նշանակում է, որ Երևան Open-ը լուրջ մրցակցության վայր է, լուրջ մրցաշար է, ու այստեղ շատ կարևոր է հիմա, որ մեր տղաները Ռոբերտին տեսա Հովհաննիսյան, Տիգրան Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, մյուսներին իհարկե այսպես բոլորին չնկատեցի, բայց նաև տեսա երիտասարդ շախմատիստներ, ովքեր նախորդ մրցաշարերում լավ արդյունքներ են ցույց տվել, հիմա ժամանակն է, որ կամաց-կամաց բարելավեն, վարկանիշ բարելավեն, բալ հավաքեն ու մի օր կարողանան համալրել մեր հավաքականը։ Սա շատ կարևոր մրցաշար է, ապրի ֆեդերացիան, Երևանի ֆեդերացիան, շնորհակալություն ֆեդերացիային, նախագահին Մխիթար Հայրապետյանին այս նախաձեռնության այսպիսի ուժեղ մրցաշար կազմակերպելու եւ կազմակերպչական բարձր մակարդակ ապահովելու համար։ Պարոն Գիլոյան, այսօր ներկայացված են 15 երկրներից ներկայացուցիչներ, սա ամենամեծ թիվն է, որ եղել է թե նախորդ։ Իհարկե ոչ, մենք ունեցել ենք ավելի բարձր կարգի մրցաշարեր, մասնավորապես Կարեն Ասրյանի հուշամրցաշարն ավելի բարձր կարգի է, այնտեղ շատ ենք ունեցել։ Լավ, ի վերջո Հայաստանը 32-րդ շախմատային օլիմպիադա է անցկացրել 1996 թվականին, երբ 200 երկիր է մասնակցել։ Իհարկե ոչ, բայց սա շատ կարևոր է, կրկնում եմ, շատ բարձր հարկ ունի եւ հետո չի լինում, որ էլի սկսեցիր կազմակերպել ու միանգամից դարձավ ամենահզորը, ամենազորեղը։ Կանցնի եւս մի քանի տարի, 2, 3, 4 գուցե մի քիչ մրցանակային հիմնադրամը կկարգավորվի եւ մի օր այստեղ, չգիտեմ, 14-15-րդ կարգի կամ գուցե 16-17-րդ կարգի մրցաշար կունենանք։ Դա Աստված այդպես լինի։ Մեկ այլ մրցաշար նախատեսվում է եւ մրցաշարերի հարցով զբաղվում են ֆեդերացիաները, խնդրեմ այդ հարցերը ֆեդերացիաներին տվեք։ Շնորհակալություն, հաջողություն։